Նստեք։ 2026 թվականին հունվարի 19-ին նշանակված դատական նիստը հայտարարում է բացված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Անահիտ Աբրահամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Աշոտ Հայրապետյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Մկայանի որպես դատարան հանդես գալու դրամբազ դատական նիստում քննության առում արդարության նախարարի պարտականություններ կատարողի կողմից ներկայացված միջնորդություն նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել, ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ինչպես նաև Դավիթ Հարությունյանը եւ վերջինիս ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը։ Շատ լավ։ Նախորդ դատական նիստում 15:01-ին հունվարի 15-ին աշխատանքային օրն ավարտվելու պատճառաբանությամբ քննությունը հետաձգվեց, ներկայացվում էր միջնորդություններ Դավիթ Հարությունյանի ներկայացուցչի կողմից, խնդրեմ հարգելի ներկայացուցիչ շարունակենք ներկայացրեք ձեր այն միջնորդությունը, որը պատրաստվում եք ներկայացնել նախորդ դատական նիստին։ Հարգելի պարոն Աթաբեկյան, շնորհակալություն հնարավորության համար, բայց պարոն Հարությունյանը ինչ իմ կողմից ներկայացնելիք միջնորդությունը մի քանի դիմում է ներկայացրել խորհրդին, ընդ թույլ կտակ համապատասխանաբար անդրադառնանք դիմումներին, հաջորդիվ ես կներկայացնեմ միջնորդությունը, միևնույն ժամանակ խոսքը այդ թվում նաև գնում է այն դիմումի մասին, որը նախորդ դատական նիստում եւս քննարկման առարկա դարձվեց կապված պարոն Հարությունյանի կարգավիճակի եւ դատավորի լիազորությունների դադարեցման կամ ազատման դիմում ներկայացնելու հնարավորությունը։ Շատ լավ։ Հայտարարենք, որ ներկայացվել է այսօր 4 դիմում, ամենայն դեպս խորհրդին զեկուցվել է, ներկայացվել է, մեկով դատական կոնկրետ հենց պրոցեսին վերաբերող դիմում էր, որը վերաբերում էր դատական նիստի արձանագրությունները տրամադրելուն եւ մինչ այս պահը եւ դրանից հետո, ճիշտ է, մեկ դիմումը։ Համապատասխան ձևով աշխատակիցները համապատասխան ընթացքը կտան, ձեզ հետ միգուցե կոմունիկացիայի նաև անհրաժեշտություն լինի, այդ մասը համարենք այնքանով լուծված, որ այդ հարցը կլուծվի։ Այո, դա տեխնիկական դիմում է։ Հա, այդ մասը, քանի որ շեշտադրեցիք 4, 4-ից մեկը դա էր, ես դրա համար ասացի։ Այո, դա է։ Այդ մասը համարենք, որ աշխատակիցների հետ համապատասխան կոմունիկացիայի արդյունքում դուք կստանաք կամ կպայմանավորվեք ինչ ձևով եք ստանալու ձեր վերաբերյալ քննվող գործից նյութեր կամ դատական նիստի արձանագրություններ։ Այո, դուք կտաք շարունակեմ ես հրապարակեմ։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Հաջորդը հարգելի խորհուրդ վերաբերվում է 2023 թվականի հունվարի հուլիսի 3-ին որոշումը, ինչպես նաև հաջորդող որոշումը դատական Ներողություն ձեզ որ ընդհատում եմ, պարոն Հարությունյան, այն բնացած 3 դիմումներից որն է, որ ըստ ձեզ դուք կարծում եք հենց այս փուլում ու այս process-ի ընթացքում այստեղ ենթակա է քննարկման, որովհետև բովանդակային առումով բարձր բոլորս ծանոթացել ենք, այստեղ հաստատապես կա օրինակ դիմում, որը որ այս process-ում քննության ենթակա չի։ Հարգելի խորհուրդ, այդ հարցն էլ իմ հաստաբանի միջև երեք ծագել է, քննարկել ենք, ամեն դեպքում գտնում ենք երկու եղանակով է դա ներկայացել ենք բարձրագույն դատական խորհրդին, որպես ոչ դատարան, ամեն դեպքում նաև գտնում ենք, որ պետք է ներկայացնել դատական նիստով։ Եթե խորհուրդը կգտնի, որ սա դատական քննության առարկա է, որպես ԲԴԽ-ն որպես դատարան կարող է քննության առարկա դարձնել, ապա քննարկի որոշում կայացնի, նշեմ նաև, որ մեր հարգարժան գործընկերոջը Դադունցիներ ենք դրանք ուղարկել, որպես միջնորդություն, մասնավորապես հաջորդը վերաբերվում է նրան, որ խորհրդի ոչ դատավոր անդամ Թումանյանցը դեպարտամենտի միջոցներով պատրաստված 24 թվականի հունվարի 12-ին հրապարակված ուշացող արդարադատություն եւ դատական կոռուպցիա եւ ոնց կլինի դրա վերջ վերտարման ֆիլմում
խոսելով կոռուպցիայի վեթինգի մասին, Հարությունյանի գեղարվեստական ֆիլտրով սկեչ լուսանկարը օրագրից փոքրող էջերի շարքում պատկերելով նշել է, որ կոռուպցիայի վեթինգի առումով դատական կազմի փոփոխություններ են տեղի ունեցել որոշակի զտման աշխատանքների ու բնական սերնդափոխության ընթացքում նշված տեսանյութը տեղադրվել է առնվազն եւ շուրջ 1 տարի գրել է հիշալ Facebook-յան էջի featured ֆունկցիայի միացմամբ, ինչը նշանակում է, որ այն հանդիսանում է նշված էջի հիմնական ուղերձը կամ առաջնային տեսանյութը էջի այցելելու համար ապահովելով բարձր կամ առաջնային տեսանելիություն։ Նշված էջը հավաքել է շուրջ 1800 հավանում, լայք, 94 մեկնաբանություն, 390 տարածում, share։ Նույն տեսանյութը հունվարի 16-ից այս 9 կետանոց դիմումի մասին է խոսքը, սենց այսպես առանձնացնենք էլի, հա, ունեք մի հատ 9 կետանոց դիմում, 9 կետանոցի հա, մի հատ էլ ունեք 9 կետանոց դիմում, դա պարզաբանման մասին է, ոնց որ թե մի հատ էլ 5 կետանոց դիմում ունեք, ճիշտ է։ Այո, երկուսը 9-ն, մեկը շատ լավ։ Հիմա այս 9 կետանոց դիմումում, որը որ սկսեցիք ընթերցել, անջատեք խոսեմ, հետո ձեր խոսելու ժամանակ կմիացնեք։ Այս 9 կետանոց դիմումը, որի վերաբերել արդեն սկսեցիք, որտեղ որ ընթերցում եք, ես հասկացա արդեն ինչի մասին է խոսքը, մեծ հաշվով վերջնամասը ընթերցենք, հետևյալն է, որ արդեն դուք խոսեցիք այդ ձայնագրություն, այս հրապարակված այդ ֆիլմի մասին է խոսքը, խնդրել եք տեսանյութը հեռացնել բոլոր հարթակներից կամ համապատասխան մասով խմբագրել, հա, ինչպես նաև ըստ էության այս 9 կետանոցը ունի երկու խնդրանք, մեկը կամով արդեն ասեցի, երկրորդը քորտեմ կայքում զետևված երկու որոշումները կամ հեռացնել կամ տեղադրել դրանց վերացված լինելու մասին համապատասխան նշում, ճիշտ է։ Հիմա քորտի հարգելի անդամներ, այսներ ակալ դիտորդի մոտ էլ չստացվի, թե ուղղակի ինչ-որ անհասկանալի տեսանյութ մոնտաժելու կամ, չգիտեմ, ինչ-որ մի տեսանյութ հեռացնելու միջնորդություն եմ ներկայացնում։ Այդ տեսանյութում խորհրդի անդամ Թումանյանցը անհարկի փորձել է արատավորել իմ բարի համբավն ու պատիվը որպես դատավոր կամ որպես նախկին դատավոր, այդ օրագրի էջերից պոկելով իմ լուսանկարը եւ ինձ վերագրելով իբր վեթինգի գործընթաց, իբր կոռուպցիայի կամ, չգիտեմ, այլ զտման աշխատանքների արդյունք կամ բնականon սերնդափոխության արդյունք, իսկ ինչպես նշել եմ, ես այդ օրը, երբ որ ինձ լիազորությունից դադարեցվել են, 41 տարեկան եմ եղել, ոչ մի օր ավել, ոչ մի օր պակաս։ Այսինքն բոլորի համար է պարզ է, որ ես բնականon սերնդափոխության արդյունքում չեմ ազատվել դատավորի առաքելությունը իրականացնելուց կամ զրկվել այդ առաքելությունից, այլ բարի համբավ արատավորելու տեսանյութում նշվել է, թե վեթինգի եմ ենթարկվել կամ որոշակի զտման աշխատանքների։ Այդ մասով բացակի միջնորդություն է ներկայացվեց Տիկին Թումանյանցին, որը պարզաբանում չտվեց իր մղումների, շարժառիթների, ընդհանրապես այդ ամեն ինչի մասին։ Այդ տեսանյութում իմ նկարը կոնկրետ իր որ պատկերավոր ասելու համար եմ ասում, այդ ժամանակ Տիկին Թումանյանցի վերևն էր իմ նկարը փակցված ու պոկում է դա։ Ես դες նկարտումներ չունեմ, որ իմ նկարը որևէ մեկի վերևը հայտնվի, բայց որ պոկում են, դա այլ բանի մասին է խոսում։ Հա, չէ, ցույց եմ տալիս։ Փակցում է իր գլխավերևում, հետո այդ էջից պոկում է։ Դա ինչ է նշանակում, դա ինչ գործընթաց է։ Ու նա դա որակում է, որ որոշակի զտման աշխատանքներ։ Այ եթե կպարզաբանի, միգուցե դա արատավորող տեղեկություն չի, դա որպես դրական տեղեկություն։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, ես ձեր նկարագրածը մենք արդեն երկրորդ անգամ ենք լսում։ Խորհուրդ քննարկել, դա հեռացնել կամ մոնտաժել, ինչպես նաև ինչպես դուք նշեցիք։ Շատ լավ, շնորհակալություն։ Հիմա նախ արձանագրենք, որ նախարարը ներկայացուցիչ միացավ մի փոքր ուշացումով դատական նիստին, այս անգամ առաջարկում եմ, որպեսզի ձեր ժամանակը այնպես կառավարեք, որ հենց ժամին լինեք դատական նիստերի Հայցման ներողամտությունը եղանակային պայմաններն են։ Շատ լավ, շնորհակալություն, խորհրդի հարգելի անդամներ, այս հարցով խորհրդակցական սենյակ գնալու
անհրաժեշտություն միանշանակ չեմ տեսնում, ներկայացված է դիմում, որը ուղարկվել է խորհրդին, արդյոք կարծում ենք, որ սա այս պրոցեսում քննարկման ենթակա եւ լուծման ենթակա հարց է այս կողմից։ Պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ ես չմասնակցեմ այս քննարկմանը, հաշվի առնելով, որ որոշակի չափով ինձ է վերաբերվում հարցը, ես ուղղակի դուրս մնամ process-ից քննարկման, շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, այդ կարծիքին եք, չէ՞։ Ինչքանով որ ձայն չանեցիք, դրա համար ասում այդ կարծիքին եք, չէ՞։ Ոչ թե լրությունը համաձայնության նշան է, այլ նաև հասկացրեցիք, որ այդ կարծիքին եք։ Այնուամենայնիվ, ձեր կողմից ներկայացված այս դիմումին դուք պատասխան հաստատ կստանաք, պարոն Հարությունյան, սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Շատ լավ, շնորհակալություն։ Որպես դատարան սա գործի միջնորդության լուծման տեսանկյունից պարոն Հովհաննիսյանն էլ հավելեց, որ միջնորդության քննության տեսանկյունից սա այս պահին էական նշանակություն չունի, բայց միանշանակ որպես ձեր կողմից ներկայացված դիմում, որն ուղղված է բարձրագույն դատական խորհրդին, խորհուրդը սրա վերաբերյալ կամ հենց խորհուրդը ձեզ որ ձեզ կպատասխանի կամ դեպարտամենտը այդ արդեն ըստ ընթացակարգերի համապատասխան դուք դրա պատասխանը կստանաք։ Ձեզ կարծիք հայտնելու հնարավորություն չտրվեց այն տեսանկյունից ելնելով, որ պետք է որոշվել այս պրոցեսում է քննվում, թե հետո, այս մասով։ Եթե թույլ տաք հարգելի խորհուրդ, վերաբերվում է փաստաբանության մասնունքի 38-րդ հոդվածով նախատեսված նույն հոդվածի առաջին մասի առաջին 4 կետերով նախատեսված հիմքերի արկայության մասին պալատի փաստաբանների պալատի խորհրդին տեղյակ պահելու պարտավորությանս եւ հաշվի առնելով կարգավիճակի անորոշությունը պայմանած մինչ այս պահը որպես փաստաբան մատուցվող ծառայությունից կայունությունը իրավաբանական օգնություն ցույց տալու անհնարինությունը խնդրել եմ պարզաբանել թե արդյոք ներկայումս հանդիսանում եմ հանրային ծառայության անցած անց թե ոչ սա կարծես թե մեկ անգամ պարզաբանել եք եթե հավելած որևէ բան ունենաք ասելու ապա խնդրեմ կարող եք այդ մասին նշել եթե ոչ սա առավելապես հաշվի առնելով որ դատարանում արդեն սպառվել է այս միջնորդության վերաբերյալ պարզաբանում ստանալու հնարավորությունը ներկայացվել է բարձրագույն դատական խորհրդին որպես այլ լիազորությունների շրջանակներում ըստ էության վարչական մարմին։ Եթե գտնում եք որ սա քննարկման ենթակա է դատական նիստով կամ հավելյալ պարզաբանման անհրաժեշտություն խորհուրդը կտեսնի, ապա խնդրեմ։ Ձեր հայտարարության հետ կապված մի հարց ունեմ։ Պարոն Հարությունյան, եթե դուք գտնում եք, որ սա որպես բարձրագույն դատական խորհուրդ որպես վարչական մարմին եք ներկայացրել, այստեղ ներկայացնելու անհրաժեշտությունը այս բանը բարձրաձայնելու իմաստը ո՞րն է։ Նախ ներկայացել եմ որպես դիմում ԲԴԽ-ին, տեղյակ եմ պահում դատարանին, այդ մի տրամաբանությամբ, այդ մի եղանակ, երկրորդն էլ ես ասում եմ, ամեն դեպքում ես ի սկզբանե էլ հակված էի, որ սա դատական պարզաբանման ենթակա է, դատարանի կողմից պարզաբանման ենթակա իրավունք է, որը դուք արձանագրեցիք, որ այդպես չի։ Ես հարցս այլ ձևակերպում ուներ։ Մենք ինչ ենք արձանագրել, որ այդպես չի, մատ կասեք ինչ ենք արձանագրել։ Որ դուք պարզաբանելու անհրաժեշտություն չեք տեսնում, դուք ասեցիք փաստաբանությամբ ուզում ես զբաղվի, ուզում ես չէ, ուզում ես կարող ես պաշտպանել կամ չպաշտպանել, խորհուրդը չպիտի դա որոշի։ Մոտավորապես չաղավաղեմ ձեր խոսքերը, այդ բովանդակություն ուներ։ Հիմա գտնում եք, որ այս դիմումը որպես վարչական մարմին եք ուղարկել, այս 5 հաշվի առնելով պարզաբանումները, այո, մուտքագրել ենք որպես վարչական մարմին, դատարանը տեղյակ ենք պահում, հավելյալ եթե խորհուրդը հարկ կհամարի, կարող եք քննարկել։ Շատ լավ, երբ որ հարկ կհամարեք, քննարկենք, ուրեմն սա էլ հետո դրա պատասխանը նույնպես կստանաք, ինչպես նախորդի մասին արդեն խոսվեց, նախորդն էլ չէ, որպես վարչական թողեցինք, շատ լավ։ Եվ վերջինը կարծես թե էլի արդեն սա դիմումները հաստատագրված բարձրագույն դատական խորհրդին որպես վարչական մարմին էր, շատ լավ, ուրեմն որպես վարչական մարմին կանդրադառնա, ժառանգություն ներկայացնելու հարցումը չկա, ուղարկել եք նաև անջատեք ասացիք հայտարարած ներկայացուցիչը, որ արդեն այս նույն դիմումները տվել եք նաև ուղարկել եք, քանի որ նախորդ դատական նիստում որոշակի այդպիսի քննարկում գնաց, որ նախարարության ներկայացուցիչները հնարավորություն ունենան
ամեն դեպս վերաբերելի առնվազն վերաբերելի մասով ներկայացնել դիրքորոշումը, դուք դրանք ներկայացնելու ձեր հնարավորությունից կարող եք օգտվել, իսկ մենք քննարկման առարկա չենք դարձնում։ Խնդրեմ հարգելի ներկայացուցիչ, ունեք միջնորդություն, որն ուզում եք նախորդ դատական նիստում ներկայացնել։ Դե թույլտվությամբ ես կշարունակեմ Խնդրեմ, դուք եք որոշում։ Այսպիսով Ներողություն նաև հիշեցնեմ, որ մենք այսօր մինչև ժամ 13:00 ենք աշխատել։ Միջնորդությունը հետևյալ վերտարումը ունի, Արտադրության նախարարի պարտականությունը կատարվի 23 թվականի մայիսի 24-ի թիվ 42 որոշման ներկայացված միջնորդությունն առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ։ Թե թղթային ունեք, օրինակը միանգամից տվեք, ընթացքում նաև մենք ծանոթանանք, եթե ունեք էլի մյուս օրինակը նախարարի ներկայացուցիչներին տրամադրեք։ Հավասարապես նույնն են դիմումներ, երկուսն էլ որ տվեցիք տա։ Նույնն է լինեն, այո։ Ամեն դեպքում հաստատենք ձեր հայտարարությունը, որ նույնն է։ Եթե տարբերություն լինի, խնդրեմ ընդհատեք հայտարարությունը։ Դրանք պետք է ընթացքում դուք խոսեք, ես ընթացքում կարդամ, որ տարբերությունները նկատեմ։ Կարող է դուք մի բան էլ խմբագրեք, ես ձեզ ընդհատեմ ասեմ։ Մի բան սխալ է, տենց այդպես չեն կանի, 16 էջից բաղկացած հաստատուկ ներկայացվեց, խնդրեմ բովանդակային առումով կարճ ներկայացրեք։ Ժամանակի սղությունը հաշվի առնելով եւ նախագահի հորդորները, նախապատմությունը չեմ ընթերցի, կանդրադառնամ միջնորդության հիմքին եւ հիմնավորումներին։ Այսպես, դատական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում բարձրագույն դատական խորհուրդը։ Վարույթը պետք է իրականացվի կամ իրականացվի օրինականության դատական գործունեության չմիջամտելու, դատավորի եւ դատանի անկախությունը հարգելու, հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակություն ունեցող կարգապահական տուժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա։ 144 հոդվածի առաջին մասի երկրորդ կետի համաձայն վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ ամբողջությամբ խախտելու հիմքով, խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերելուց հետո եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց 1 տարի հետո։ Բացառություն են կազմում 67 հոդվածի առաջին մասի 15-ից 16-րդ կետերը, դրանցով նախատեսված վարքագծի խախտումները։ 147-ի առաջին եւ երկրորդ մասերի համաձայն հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության ԲԴԽ-ին դիմելը չի կարող 2 ամսից ավել լինել։ Նույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետը կարող է հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության պայմաններում, դա, չգիտեմ, անաշխատունակություն, գործուղում եւ այլն, ժամանակահատվածով կարող է երկարաձգվել։ Դատավորի բացակայության հիմքերի եւ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը։ 150 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի համաձայն պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից եռամսյա ժամկետում։ Բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը ԲԴԽ հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի քան 3 ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում դրա կատարման անհրաժեշտ ժամանակահատվածով կամ ժամկետով։ 150 հոդվածի համաձայն էլ ԲԴԽ-ն մերժում է դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է 146 հոդվածի 6-րդ մասով, 147 հոդվածի 6-րդ մասով սանված որևէ հիմք։ Վարույթը հարուցած մարմինը եւ երկրորդ կետի համաձայն վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետներ եւ դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը։ Հաջորդը 2 կետը օրենսգրքի 10-րդ հոդվածը արտացոլում է սահմանադրական սկզբունքն առ այն, որ բոլորը հավասար են օրենքի եւ դատանի առջեւ։ Դատանի կողմից արդարադատություն եւ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքան վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական այլ սոցիալական բնույթի հանգամանքներից արգելվում է։
յուրաքանչյուր ողոքի գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու ներմնման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունը դատարանը անդրադառնում է նման իրավական փաստարկերին։ Այս համանդրական կարգավորման համատեքստում վկայակոչվում է ԲԴԽ 2022 թվականի նոյեմբերի 3-ի թիվ ԲԴԽ 80 ՎԿ գիծ 21 որոշումը հղումը տրված է, կարող ենք մասնավորապես նախարարության ներկայացնել, թե ծանոթ չեն ծանոթանալ համապատասխան հղումի ինչպես նշեց տրված է էլեկտրոնային տարբերակներ կարող ենք ուղարկել։ Այսպիսով ԲԴԽ-ն անտարակուսելիորեն եւ հստակ արտահայտել է նշված որոշմամբ հետեւյալ իրավական դիրքորոշումը։ Ուղղակի մեջբերում որոշումից խորհուրդը արձանագրում է, որ վեր նշված իրավանորմը ժամկետին վերաբերող հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ ու կամայական կամ հայացողական փոփոխության ենթակա չէ։ Եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից եւ յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ։ Ուստի օրենքով սահմանված երաժշտության ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք։ Հաջորդ մեջբերումը վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ դատավորին կարգապահական պատասխանության ենթարկելու հարցը խորհրդի կողմից պետք է քննվի եւ լուծվի երամսյա ժամկետում, եւ միայն բացառիկ կամ օրենքով սահմանված այլ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել։ Տվյալ երամսյա ժամկետի նախատեսումը ինքնանպատակ չէ, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետներ նախատեսելով եւ գործը քննող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով, ՕՍԴ-ը հետապնդում է իրավաչափ նպատակ։ Այն է հնարավորությունը զրել որոշակի ժամկետներում քննել եւ լուծել հարցը, ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը։ Հիմա հարց է առաջանում, ողջամիտ հարց, թե արդյոք օրենքով են սահմանված են հստակ ժամկետներ տվյալ իրադրությունում, թե չէ։ Մենք գտնում ենք, որ ժամկետներ սահմանված են, բացառապես վերը հիշատակված իմ կողմից արդեն իսկ ընթերցված կարգավորումներում ու այդ ժամկետները վաղուց լրացել են։ Այլ պարզաբանում առնվազն մենք մինչ այս պահը հաստատապես չենք ստացել։ Այդուհանդերձ հարկ է նաև փաստել անդրադառնալ ԲԴԽ մոտեցմանը, որը կիրառվել է Արտուր Ստեփանյանի գործով մեջբերումը 33-րդ էջից։ ԲԴԽ-ն արձանագրել է. անդրադառնալով միջնորդությանը Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետների լրացած լինելու հիմքով առանց քննության թողնելու կամ մերժելու կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությանը խորհուրդն այն անհիմն է համարում եւ գտնում է, որ ենթակա է մերժման։ Քանի որ Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խորհրդի համապատասխան որոշման նոր հանգամանքի հայտ գալով պայմանավորված վերանայման հիմքը ծագել է օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ ընդունված խորհրդի համապատասխան որոշմամբ կիրառված նորմի սահմանադրական դատարանի 25 թվականի ապրիլի 22-ին կայացված որոշմամբ սահմանության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում։ Ու միաժամանակ հարկ է նշել, խորհրդի արձանագրումն եմ շարունակում, որ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը ի թիվս այլնի օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով եւ նոր Երևան եկած կամ նոր հանգամանքներում վերանայման միջնորդություն կարող է բերվել ՕՍԴ-ի 157 հոդվածի 2-3 մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում։ Հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետը լրանալու հիմքով պայմանավորված կվերածվի ինքնանպատակ գործընթացի եւ օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը ուղղակիորեն հակասելով սահմանադրական դատարանի 25 թվականի հուլիսի 29-ին վերաբերյալ կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը։ Այսպես, այս պատճառաբանությունը, թե վերանայման հիմքը ծագել է նախկին որոշման սահմանադրությանը մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում եւ ԲԴԽ ժամկետների պահպանմամբ է նախաձեռնել վերանայման վարույթը, թերևս չի վիճակվում։ Սակայն արձանագրենք, որ թե այն ոչ էլ այս դեպքում վերանայման վարույթը ավարտված է։ Կայացվել էր, այս գործով էլ կայացվել է համապատասխան 25 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը։ Ինչ վերաբերում է հաջորդ դատողությանը,
թե միաժամանակ հայք է նշել, որ որևէ գործի վերաբերյալ նոր հանգամանքի հայտ գալի թիվը սանի օբյեկտիվորեն պարանված է ժամանակային գործոնով, ապա պետք է փաստել, որ դա թերևս կարող է ընդհանրական առումով լինել ճշմարիտ դատողություն։ Սակայն այս դեպքում շրջանցվում է շատ մեկ կարևոր հանգամանք։ Այն է, օբյեկտիվորեն ժամանակային գործոնի պայմանավորվածությունը ու կամ դրա առաջացումը պետք է լինի օրենքով, այլ ոչ թե հիմնված լինի զուտ տրամաբանության վրա։ Ու դրա բացական հետևանքները չի կարող դրվել որևէ դիմողի, դատավորի կամ կողմի վրա։ Հաջորդը, այն թե նոր Երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդությունը կարող է բերվել օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, դա բնականաբար օրենքով սահմանված ժամկետ է, սակայն դրանից ամենևին չի բխում, թե հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի լրանալու հիմքով պայմանավորված կվերածվի իբր ինքնանպատակ գործընթացի եւ օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության գնահատման հնարավորությունը ուղղակիորեն հակասելով սահմանադրական դատարանի էլի ինչպես նշվեց ՍԴՕ 1791 որոշման պարտայտված դիրքորոշմանը։ Պատճառը հետևյալն է. այս հարցը կարգավորված է մասնավորապես 157 հոդվածի 8-9 մասերով, ըստ որի ԲԴԽ-ն վերացնում է իր որոշումը եւ կայացնում է նոր որոշում, ու եթե ԲԴԽ-ն նոր Երևան կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվության դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին։ Օրինակ, տեսեք, ոնց է դատավորի ազգանունը։ Պարոն դատավոր Մելքումյանի մասով որոշումը։ Ուղղակի նայեք, ձեր կայացած որոշումն է։ Ի նկատի ունեմ բարձրագույն դատական խորհրդի։ Հա, դա լավացի, որովհետև խորհրդի կողմից կայացված որոշումն է, բայց երբ որ ասում եք Մելքումյանի գործով բովանդակությունը ուրիշ է, եթե ինչ-որ բանի մասին խոսում եք, պետք է մանրամասն խոսենք, որովհետև մեր ինձ մի ընդհատեք, եթե չեք ցանկանում, ուրեմն մի էլ ցիտեք, որովհետև երբ որ ցիտում եք ու դրանից հետո դրա մանրամասները չի ներկայացում, տպավորություն է ստեղծում, որ բացարձակապես նույն իրավիճակի մասին ենք խոսում, բայց այնտեղ լրիվ ուրիշ վիճակ է եղել, այստեղ լրիվ ուրիշ իրավիճակ է, ամենայն դեպս իմ գնահատմամբ տարբեր են իրավիճակները, գուցե բաներ կան, որ նույնանում են իրավիճակներ կան նույնանում են, բայց այնտեղ նաև իրավիճակ կա, որ տարբերում են, այնտեղ նյութական նորմի մասին է խոսքը, հակասահմանադրական ճանաչվելու եւ այլն եւ այլն։ Սա էս մասով, եթե ես ճիշտ եմ հասկացել, թե ում կամ որ գործի մասին է խոսքը։ Այո, եթե թույլ տաք շարունակեմ, ես ձեզ խնդրում եմ ձեր գնահատականները որոշման մեջ զետեղել, իմ փաստարկումը չընդհատել, ճիշտ եք ասում, բայց ընդհանրապես արձագանքելով ասեմ, որ հա, մեկը նյութական խախտման մասին էր խոսքը, բայց համանման իրավիճակ է, սահմանադրական դատարանի որոշումից հետո ԲԴԽ-ն կայացրել է մեկ որոշումով վերանայելու Ես հասկացա, այսինքն հիմա որ դուք խնդրում եք, ասում եք, որ իմ դիրքորոշումները որոշման մեջ զետեղեմ, այսինքն դուք ուզում եք ինչ-որ բան խոսեք, դրա պատասխան չստանաք, այդ պատասխանը որոշումով ստանաք։ Դե ես հիմա փաստարկում եմ։ Ինչ-որ բան վիրավորական առումով չեմ ասում, նկատի ունեմ։ Չէ, վիրավորական բան առհասարակ չկա, ես փաստարկում եմ, դուք ընդհատում եք։ Թեև ինձ այս ֆորմատը ավելի հաճելի է կամ ավելի ընդունելի է իմ համար, որ ընթացքում նաև քննարկում անենք, բայց քանի որ գնահատական եք տալի փաստարկմանը։ Ես գնահատական չեմ տալի, նույն փաստարկն եմ ներկա, ես էլ եմ փաստարկում, որ դուք ասում եք նույնանման իրավիճակում ես ինչի վերաբերյալ գործով, ես էլ ասում եմ նույնանման իրավիճակ չի։ Իսկ Մարտիրոսյանի վերաբերյալ գործը նույնանման էր, պարոն Աթաբեկյան։ Ես չեմ անում Մարտիրոսյանի գործը, ինչի հետ եք համեմատում։ Վկայակոչեցի, որ ԲԴԽ-ն ասել ժամկետներն իմպերատիվ են, դրանք չպահպանել է հանգեցնում է կամայականության։ Այսինքն դրան էլ եք ուզում անդրադառնալ։ Տարբերություն չկա։ Անդրադարձել եմ։ Ինձ համար տարբերություն չկա։ Մեկ դիտարկում անեմ, դատավոր թե Մարտիրոսյանը, թե Մելքումյանը իմ կողմից շատ հարգված գործընկերներ են, նրանց ակտերը վկայակոչվում են, բայց ոչ թե ուզում ասեմ նրանց նկատմամբ ԲԴԽ-ն գտնվել է բարեհաճ կամ, չգիտեմ, արտոնյալ կարգավիճակ են ունեցել հակառակը։ Ես ասում նրանց նկատմամբ օբյեկտիվ է գնահատականն եղել։
Ես պահանջում եմ ոչ խտրական վերաբերմունք իմ նկատմամբ։ Այս տրամաբանությամբ եմ ուզում նշեմ ուղղակի։ Ձեր դիմի նախաբանում ենք լսել ենք, հենց դուք դրա մասին է խոսում եք, որ նույնանման փաստական հանգամանքներով դատական ակտեր եք վկայակոչելու, մենք այդքանը հասկացել ենք։ Շնորհակալություն։ Շարունակում եք դեռ։ Այո, շնորհակալություն։ Մինչդեռ ԲԴԽ-ն իր որոշումները վերացնելուց հետո նոր որոշում չի կայացրել, դատարան չի վերականգնել, սակայն քննություն է իրականացնում։ Ավելի սահմանադրական դատարանը ԲԴԽ-ի օրենքին տրված մեկնաբանություններն ու իրավակիրառ պրակտիկան սահմանադրությանը հակասող ճանաչելով բնավ չի անդրադարձել ժամկետների հարցին, կամ ԲԴԽ-ին չի շնորհել նոր ընթացակարգ կամ ժամկետներ, առավել ևս, որոնք նախատեսված չեն օրենքով։ Ընդ որում, ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի 26 թվականի հունվարի 16-ի դատական նիստում արված արձանագրումը, որը հղում էր կատարում դիմողի վերաբերյալ վերջին որոշման 35-րդ կետում արձանագրածին, որն էր իր հերթին պարունակում է հղում ՍԴ սահմանադրական դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՕ 11-14 որոշմանը, վերաբերում է օրինակ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներին, եռաշրջան դատական համակարգի առկայությամբ կարգավորումներին ու որևէ կերպ չի կարող չեզոքացնել դատական օրենսգրքի կարգավորումները։ Իզուր չէ նշել, որ ԲԴԽ-ն արդեն երկրորդ անգամ է փորձ կատարում ճակերտներում ծաղկաքաղանել ՍԴ որոշումների արձանագրածները, դրանցից դուրս բերելով առանձին բառեր։ Վերջին անգամ 24 թվականին ՍԴՕ 1729 որոշման 3-րդ կետից վերցվել էր, ուղղակի մեջբերում։ Խորհրդի կողմից կիրառված սանկցիայի ազդեցությամբ դատական նիստերի դահլիճում վարույթին մասնակցելու անհնարինության պայմաններում դիմողն ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները նույնիսկ գրավոր կերպով։ Սա սահմանադրական դատարանի որոշման արձանագրությունն է, նախադասությունն է, բայց ստեղից խորհուրդը ենթադրել է, թե ՍԴ-ն ԲԴԽ-ին առաջարկում է գրավոր կերպով դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն ընձեռել բացառապես։ Այն ասում նույնիսկ գրավոր ԲԴԽ-ն ասել է, դե պետք է ուղղակի գրավոր առաջարկել կողմին։ Այսինքն նույնիսկ գրավոր հնարավորություն չի տրվել, բայց ԲԴԽ-ն ասում է, չէ, ՍԴ-ն ասել է, որ գրավոր տաս բավարար է։ Ու այս նույն տրամաբանությամբ այս նույն մեկնաբանությունն է շարունակվում։ Բայց մենք արդեն գործ ունենք պրոֆեսիոնալ կազմի կողմից, լավագույն դատավորների, լավագույն գիտնականների կողմից սահմանադրական դատարանի սահմանադրության սխալ կիրառման ու մեկնաբանման հետ, որը իրականացվում է դատավորի գործով։ Եվ սա ուշադրությունը հրավիրելու նաև նպատակ էր բարձրաձայնելը, որպեսզի երրորդ անգամ դա չարվի։ Որ սահմանադրական դատարանի որոշումները, սահմանադրությունը այլ կերպ չմեկնաբանվեն։ Հաջորդը կամ շարունակում եմ, առնվազն, ինչպես նշեցի, ոչ թե օրենքի բացառան տեսել կամ հակասահմանադրական օրենքի պատճառով ԲԴԽ-ն խախտում է կատարել, այլ սխալ է մեկնաբանել ու կիրառել սահմանադրությունը, ինչը փաստվել է առնվազն ՍԴ որոշումներով։ Այսքանը միայն բավարար է փաստելու, որ ԲԴԽ-ն Արտուր Ստեփանյանի գործով ընդունած որոշումը, դիրքորոշումը չի կարող սույն միջնորդության համատեքստում դիտվել օրինական պատճառաբանություն այն մերժելու համար։ Ավելորդ չի նաև նշել, որ համանման իրավիճակում նմանատիպ դատողություններ իրեն թույլ է տվել նաև Ուկրաինայի կառավարությունը։ Սրանից երևի 15 տարի առաջ Օլեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով մեջբերումը արված է։ Մասնավորապես այդ գործով դատավորը միեդում պնդել էր, որի նկատմամբ բարույթը պետք է ընթանար այն ընթացակարգով, որը պարունակում էր կարգապահական պատասխանատվության կիրառման վաղեմության ժամկետներ։ Եվ այդ երաշխիքը չկիրառելը խաթարել է արդար դատաքննությունը 132-ից 133-րդ կետերից դատավորի դիրքորոշումը։ Իսկ կառավարությունը, ոնց որ հիմա կամ ԲԴԽ-ն, Ուկրաինան վիճակում էր այնտեղ բողոքը եւ փաստացի ասումներ հետեւյալը. դատավորի կարգավիճակը ենթադրում է պատասխանատվություն։ Իսկ երթման խախտումը ծանրախախտումներից նման դեպքերում ժամանակային սահմանափակումներ, վաղեմության ժամկետներ կիրառելի չի։ Տես 134-րդ կետ։ Ինչ ասեց Միեդը կանդրադառնանք դրան հաջորդիվ այս դիրքորոշումների կապակցությամբ հիմա հաջորդ կետին անդրադառնամ 2-3 կետը։ Վերադառնալով ելի ներպետական կարգավորումներին, ԲԴԽ-ն 22 թվականի նոյեմբերի 3-ին համապատասխան ԲԴԽ 80 ՎԿ գիծ 21 որոշմանը
ու դրանում ամրագրված դիրքորոշումներին, ապա ուղղակի մեջբերմամբ պետք է ու կարելի անել հետևյալ դատողությունը։ Ժամկետային վերաբերող իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ, թե կամայական, թե հայեցողական փոփոխության ենթակա չէ։ Ու քանի որ օրենքով հաստատ սահմանված են ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից եւ յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ։ Հակառակ մեկնաբանումն էլ չի բխում օրինականության սկզբունքից, այստեղ վրիպակ ունեմ գրավոր տեքստում, օրենքով ուղղակի նախատեսված երամսյա ժամկետի վերջում ավարտված իրավական հետևանք չունենալու դեպքում վարույթը պետք է կարճվի, ինչպես արվել է այլ դատավորների դեպքում, բացառելով խտրական կամայական վերաբերմունքը։ 2.4 Հավելակ պետք է նշել, որ ԲԴԽ այս մոտեցումը ամրագրված է նաև ավելի վաղ, ինչպես նշվեց այդ Օլեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործում, որում փաստերը համանման են այս գործի հետ։ 137 կետով ՄԻԵԴ Ներողություն մեր ձեռքի տակ կային, մինչև 175-րդ կետը Այստեղ շատ կարևոր փաստարկումներ են։ Հա, մենք այդ փաստարկումներին անդրադառնալու ենք, եզրահանգում ես ողջի գործի վերաբերյալ ձեր տվածակ 11-րդ կետում։ Ես շատ հակիրճ կընթերցեմ ամենակարևոր հատվածները։ Ամբողջությամբ չեմ ընթերցի, եթե բոլորը տեսել են, ծանոթ են, այո, շատ լավ։ Եվ նայում են եւ բոլորը արդեն ստացել են, մյուս կողմից Շատ լավ։ Ես ամենակարևոր հատվածները կընթերցեմ։ Կետային։ Դատարանը նշել է, որ վաղեմության ժամկետները ծառայում են մի շարք կարևոր նպատակների, մասնավորապես ապահովելու իրավական որոշակիությունը, հստակությունն ու կանխատեսելիությունը, պաշտպանելու հնարավոր պատասխանողներին հնացած ժամանակավրեպ պահանջներից, որոնց դեմ հակադարձելը կարող է դժվար լինել, ինչպես նաև կանխելու ցանկացած անարդարություն, որը կարող է առաջանալ, եթե դատավորից պահանջվել որոշում կայացնել անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, այնպիսի ապահովությունների հիման վրա, որոնք ժամանակային հոսքի պատճառով կարող են լինել ոչ արդիական, անարժանահավատ կամ ոչ ամբողջական։ Որը վաղեմության ժամկետը ոչ միայն Հայաստանի համար, այլ կոնվենցիայով պայմանավորող պետությունների բոլորի համար ներպետական իրավակարգերին բնորոշ իրավական երևույթ է, թե քրեական, թե քաղաքացիական, թե կարգապահական վարույթներով։ Օրինակ, այստեղ հետաքրքիր նկատառում կա։ Նշում է ՄԻԵԴ-ը, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ուկրաինայում էլի համանման անուն ունեցել։ 2010 թվականին քննված փաստերը վերաբերում են 2003-2006, այսինքն 4 տարվա տարբերությամբ գործերին, փաստերին։ Հետևաբար դիմումատուն օրինակ հայտնվել էր վատ իրավիճակում, քանի որ ստիպված էր իր պաշտպանությունը կառուցել այնպիսի իրադարձությունների առնչությամբ, որոնք դրանք տեղի են ունեցել հեռավոր անցյալում։ Հիմա օրինակ եկեք համեմատենք, հիմա հեռավոր անցյալ է, թե չէ։ Այնտեղ 2010 թվին հարցում են 2006-ի մասին, այստեղ ես խոսում եմ 26 թվականին 2022-ի մասին, 23-ի մասին։ Տարբերություն կա որոշակի, երևի այնտեղ ավելի երկար է եղել, մի քիչ։ Հա, եկել Ուկրաինայի կառավարության տեսակետը, թե կարգապահական պատասխանատվության հետ կապված վաղեմության ժամկետներ չկան, ու օրենքով նախատեսված չլինելը որևէ խնդիր չի առաջացնում, ու ավելի վաղ տեսակետի հետ կապված պետք է նշել, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը ընդհանրապես անվիճելի է, ասում չի կարելի ուղղակի։ Չի կարելի վաղեմության ժամկետ չնախատեսել, ու այդ չնախատեսված լինելու պայմաններում դատավորին պատասխանատվության ենթարկել։ Պետք է ամբողջը լինի ընթացակարգի շրջանակներում։ Ոստեղ կապ չունի, թե ինչ ենք ապահովում, իրավունք չենք ապահովում, թե իրավունք չենք ապահովում։ Հարգելի պարոն Թումանյան նախորդ դատական նիստում հարցնում է, թե արդյոք մենք չենք դիմել, որպեսզի մեր լսված լինելու իրավունքը ապահովի։ Ողջամիտ հարց էր։ Հա մենք ենք դիմել, բայց այդ լսված լինելու իրավունքն էլ, հրապարականությունն էլ պետք է տեղի ունենա օրենքով սահմանված ընթացակարգերի պայմաններում, կանխատեսելիության, իրավական որոշակիության պայմաններում։
Չեք կարող ինձ 20 տարի հետո էլի նորից, դիցու 20 տարի հետո է լինում, այլ ոչ թե այս տարի կամ մյուս տարի մեդի վճիռը։ 20 տարի հետո պետք է ինձ էլի ստեղ կանչեք, լրիվ ուրիշ կազմով, հարցնեմ, բայց ինչ էիր ասում, հա, 2023 թվականին։ Այդ ինչ խախտում էր քեզ վերագրվում։ Այս անդրադառնալով են միջնորդությանն այդ ուշացած արդարադատությունը ինչ էր ասում։ Այդ ֆիլմում ոնց էր ասում, ուշացած արդարադատությունը, այլ արդարադատություն չի, թե ինչ-որ sense մի հատ մեջբերումներ կար շատ հետաքրքիր։ Բա 23 թվականին տեղի ունեցածը, ինչպես նախագահը նախորդ նիստում նկատեց 22 թվականի իրադարձություններով, ասում եք 26 թվականին լսված լինելու իրավունքը ապահովում ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալության կարիք չկա, մենք մեր պարտականություններն ենք իրականացնում։ Խնդրեմ, շարունակեք։ Ոնց որ թե ժամկետները բարձաբանեք, թե սա ինչ ընթացակարգային ժամկետներով, օրինակ, ինչքան պետք է գործը քննվի, որ մենք էլ մեր օրը պլանավորենք, մեր մարտավարությունը մշակենք, ինչքան է սա ժամկետները։ Կարանք ասենք մի ամիս 10 օր։ Դե այսօր ասել ենք, մի ժամանակ բանալսում։ Այսօր ասել ենք, չէ՞ մի ժամանակ։ Այսօր ամենականխատեսելի օրն է, ասել ենք 10-ից 11-ից 1-ը, շնորհակալություն եք կրկին անգամ։ Բայց իմանանք, ես ինչքան է տևելու։ Աշխատանք պլանավորենք, գործեր պլանավորենք։ Բացի այստեղ գալուց ու բնականա բոլորս էլ ուրիշ խնդիրներ ունենք, էլի։ Գործեր ունենք։ Երևի թե Վոլկովից խոսելու առիթ կլինի, ես Վոլկովի վրա չծանրանամ այս բանի շատ։ Որովհետև ոնց նայում ենք, այս Վոլկովի կողքն է պտտվում բոլոր գործը։ Վոլկովով կարծիք ենք հայտնում, ուզում եմ ասել, բայց ասի համբերում դուք կասեք ամեն Վոլկովի շուրջ շարաշարելով չեմ կարդում։ Հաջորդը նորմատիվ իրավական ակտերից մեջբերում է օրենքի 41-րդ հոդվածից։ Եվ այս պայմաններում վերոշադրյալ իրավական նորմերի ԲԴԽ արտահայտած իրական դիրքորոշումների համադրման կատարված լրացությունից բխում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը որպես կանոն կարող է հարուցվել դատավորի կողմից սույն օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների դիտարկությամբ կամ կոպիտ ամբողջությամբ խախտելու հիմքով խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերելուց եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց 1 տարի հետո։ Դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն որպես կանոն քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից եռամսյա ժամկետում, որը բացառիկ դեպքերում բացառական դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի քան 3 ամսով երկարաձգվել, թե փորձաքննության մասին խոսել ենք, եթե փորձաքննություն կա, ապա անհրաժեշտ ժամկետով։ Օրենսդիրը սահմանել է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից դատավորի նկատմամբ վարույթի ընթացքում օրենքով սահմանված ժամկետները խախտելը հիմք է ԲԴԽ-ի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու համար, եթե իհարկե դատավորը համաձայն է այդ հիմքով կարճմանը։ Այլ կերպ ասած, դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետները նախատեսելով եւ գործը քննող մարմնին այդ ժամկետով սահմանափակելով օրենսդիրը հետապնդել է իրավաչափ նպատակ, այլ է հնարավորություն ընձեռել որոշակի ժամկետներում քննել եւ լուծել հարցը, ապահովել դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը, քանի որ վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ տվյալ ժամկետների նախատեսումը ինքնանպատակ չէ եւ օրենքով սահմանված հստակ ժամկետների պահպանումը բխում է օրինականության սկզբունքից, ու յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի օրենքով սահմանված ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք։ Դեռ ավելին, եթե ընդունվի այս մոտեցումը, թե կամ այն մոտեցումը, թե արարքի ու վարույթի ժամկետներ օրենքով սահմանված չեն, կամ չկա հստակ կարգավորում, ապա դա ըստ մեզ ինքնին կոնվենցիայով սահմանված նախատեսված խախտում է։ Հաջորդը փաստերն են գործի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող 26 կետում, ստեղ նշված են մասնավորապես, թե երբ այդ վարույթը հարուցվել, երբ է ենթադրյալ արարքը տեղի ունեցել իմ կողմից կատարված, երբ է նախարարը կարգապահական վարույթ հարուցել, ինչ ժամկետներում, դա թերևս էլի չեմ կրկնի, դա թե նախապատմությունն է, թե կոնկրետ այս գործով փաստական հանգամանքներն են, որոնք գործի լուծման, այս միջնորդության լուծման համար
ունեն էական նշանակություն։ Դե եզրափակ եք, պարոն Հարությունյան։ Ինչպես։ Դե եզրափակ եք, դրանք ասացին։ Չկարդամ, չէ՞ դա։ Չէ, իմաստը չկա։ 2.8-ն եք երևի հասել, դե 2.8-ը։ Այսպիսով ամփոփելով վերոգրալը արձանագրելով 26 թվականի հունվարի 13-ի դրությամբ Դավիթ Հարությունյանին վերագրված ենթադրյալ խախտումը վարույթ հարուցող մամուլի կողմից հայտնաբերվելուց հետո այստեղ տեխնիկական վրիպա կա, այսինքն 13-01 թվականի չէ, այլ այսօր արդեն 18-ն է, հա? 19-ը պարզ է, 13-ին եք պատրաստել, որ ներկայացնեք, չասցրեք երևի դրա համար։ Հա։ Վերագրված ենթադրյալ խախտումը վարույթ հարուցող մամուլի կողմից հայտնաբերվելուց հետո անցել է շուրջ 2 տարի ամիս, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲՏԽ-ում ստանալու պահից ավելի քան 2 տարի 7 ամիս ու հիմք ընդունելով վերոշարդյալ օրենսդրական կարգավորումները եւ դրանց վերաբերյալ մի էդ ու հատկապես բարձրագույն դատական խորհրդի արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաեւ ստեղծված փաստացի իրավիճակը գտնում ենք, որ ցանկացած մեկնաբանման դեպքում լրացել են դիմողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված վերոշարդյալ բոլոր ժամկետները։ Անցել են նաև թե ենթադրյալ արարքի վաղեմության ժամկետը եւ թե վարույթի քննության օրենքով սահմանված ժամկետները, ինչը հիմք է վարույթ հարուցած մամուլի միջնորդությունը առանց քննության թողնելու եւ կամ այն մերժելու եւ կամ դրա հիման վրա կարգապահական վարույթը կարճելու համար, որը բխում է օրինականության սկզբունքից, հետապնդում է իրավաչափ նպատակ, իմպերատիվ է եւ չի կարող հայոցողական ու կամայական մեկնաբանվել, ինչպես արձանագրել է ԲԴԽ-ն իր նախկինում կայացված իմ կողմից ավելի վաղ հիշատակված որոշման մեջ։ Ոստեղ պետք է մի հատ շատ կարևոր շեշտադրում անեմ։ Այդ ենթադրյալ վաղեմության ժամկետները ընդհանրապես նեգատիվ տպավորություն հանրության մեջ երևի թե ասում են թողում, որ այդ հիմքով վարույթներ է կարճվում։ Սա իմ պատճառով չի էս հիմքերը առաջացել։ Սա ԲԴԽ-ի կողմից 2 անգամ օրենքի, սահմանադրական օրենքի սխալ մեկնաբանման արդյունքում առաջացել էս իրավիճակը։ Եկեք հիշենք, սրա մեղավորը, որ հանկարծ ես չեմ, ճակերտավոր, որ հիմա մենք 26 թվականին 23 թվականի տեղ ունեցող իրադարձություն ենք քննարկում դատավորի կարգապահական վարույթը։ Ավելին, վերոնշյալ ժամկետները լրացած լինելու պայմաններում վարույթի քննությունը շարունակելը եւ դրա արդյունքում որևէ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելը 1/6 հոդվածի համակցել տեքստում կարգապահական վարույթ քննող մամուլի հայացողությունը դարձնում է մասնավորապես անսահմանափակ կամայական Լավ, ես չեմ ընթերցի, կամ էլ կրկնվում ընթերցությունս։ Այսինքն ձեր կողմից նշված հիմքերով ըստ էս ենթակայական առանցքնության թողնման կամ կարճման կամ մերժման։ Այո։ Շնորհակալություն։ Վերջացրիք, չէ՞։ Ուղղակի պետք է նշեմ, որ այդ մեկնաբանությունը կամ այդ մեթոդաբանությունը, այդ օրենքի մեկնաբանման, որը ԲԴԽ-ն կիրառել է, թե Ստեփանյանի գործով, չգիտեմ Անտոնյանով կիրառել է, թե չէ, ուշադրի չեմ նայել, բայց սա ուղղակի փաստացի ըստ մեզ օրենսդրի կամքի վերափոխման Ընդունելի չի ձեզ համար։ Իհարկե։ Շատ լավ, շնորհակալություն։ Հիմա լսենք նախարարության ներկայացուցիչները։ Վերջացրիք, չէ՞, պարոն Հարությունյան։ Ոնց որ թե բան չկա, մենք այստեղ տարինով նայում ենք, որ բոլորը գիտեն, թե օրինակ վարչական, թե առավել եւս քրեական արարքների համար աղմության ժամկետներ կան։ Նույնիսկ հետաքրքիր է ԲԴԽ-ն այլ կարծիք ունի կարգապահականների վերաբերյալ, որ քրեականով օրինակ սպանությունը կարող է ունենալ վաղեմության ժամկետներ, կարգապահականը չունի։ Իսկ եթե ունի, ապա որքան են դրանք։ Ես հենց մի հատ ուղղակի ռետորական հարց ուրախ կլինեմ, որ նաև դրա պատասխան լսեմ, հարգելի նախագահը իմ պահանջը փաստացի նշեց, ընդդում ենք, խնդրում ենք այն բավարարել։ Անունեք ավելացնել, պարոն Հարությունյան։ Շնորհակալություն։ Անջատեք։ Ձեր պահանջը նշեցի, ընդհանրապես կարճ ձեր հայտարարության հիման վրա այս բովանդակությունը ներկայացրեցի։ Հիմա խնդրեմ։ Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, ես սկսեմ, հետո ձեր թույլտվությամբ իմ գործընկերը կշարունակի։ Ըստ էության, լսելով պարոն Հարությունյանի միջնորդության հիմքերի հիմնավորումները, մի քանի կետով անդրադառնանք։ Նախ հարգելի խորհուրդ, հարգելի գործընկերներ, մենք ըստ էության կարգապահական վարույթ հարուցելու
փուլը արդեն անցել ենք եւ հետեւաբար մեր կարծիքով դրանց մասով ժամկետների մեջբերում եւ ժամկետների անդրադառնալը այլևս արդիական չէ եւ չի կարող անդրադառնալ սույն վարույթի ճակատագրի վրա։ Մասնավորապես դատական օրենսգրքի 144-րդ հոդվածը, որը նախատեսում է վարույթ հարուցելու ժամկետները, այստեղ ֆիքսված են, նյութաիրավական այսպես կոչված ժամկետները, որի շրջանակներում վարույթը կարող է հարուցվել լիազոր մամլի կողմից եւ չմտնելով մանրամասների մեջ նշեմ, որ մենք այս ժամկետներում ժամանակին տեղավորվել ենք եւ ներկայացրել ենք բարձրագույն դատական կարգապահական վարույթ ենք հարուցել եւ ներկայացրել ենք միջնորդությունը բարձրագույն դատական խորհրդին, այսինքն մենք կարող ենք ասել, որ այս ժամկետները այդ փուլում պահպանված են եղել, այդ փուլը մենք արդեն անցել ենք, միջնորդությունը ներկայացվել բարձրագույն դատական խորհուրդ եւ հիմա որ կարող ենք ինչ որ չափով խոսել, մեր կարծիքով դա խոսքը դատավարական ժամկետների մասին կարող է խոսք գնալ, այլ ոչ թե նյութաիրավական, որի մասին ես նշեցի։ Այլապես մեր կարծիքով իմաստազուրկ է դառնում ներողություն դատական օրենսգրքի այն կարգավորումները, ըստ որի եթե ի հայտ են գալիս նոր Երևան եկած եւ նոր հանգամանքներ, ապա ուրեմն այդ հիմքերով վերանայման միջնորդություն կարող է բերվել 3 ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ քան 20 տարի, այսինքն դատական օրենսգիրքը սահմանել է բարձրագույն դատական խորհրդի որոշումների ուժի մեջ մտնելուց հետո 20 տարվա ժամկետ նոր հանգամանքով կամ նոր Երևան եկած հանգամանքով որոշումների վերանայման համար եւ եթե առաջնորդվենք պարոն Հարությունյանի ներկայացրած դիրքորոշմամբ ստացվում է, որ երբևէ այս նորմը չի կարող կիրառվել, որովհետեւ ակնհայտ է, որ այդ ժամկետները անցնելու են նոր հանգամանքի կամ նոր Երևան եկած հանգամանքների ի հայտ գալու մինչեւ այդ հանգամանքների ի հայտ գալը։ Եթե օրենսդիրը նման ժամկետ է սահմանել, ապա տրամաբանորեն ենթադրել է, որ այն բոլոր ժամկետները, որոնք կարող էին առերևույթ կամ ֆորմալ առումով պահպանված չլինեին այդքան տարի հետո, դրանք պետք է հաշվի չառնվեն։ Այլապես նման մեկնաբանման պարագայում ստացվում է, որ լիազոր մարմինը մշտապես զրկված է լինելու իր գործը ներկայացնելու իրավունքից, եթե դատավորը դիմի նոր հանգամանքով կամ նոր Երևան եկած հանգամանքով վերանայման համար, որովհետև տվյալ դեպքում միշտ կարող է դատավորը հղում կատարել ժամկետների ֆորմալ չպահպանմանը եւ դրա արդյունքում օրինակ ըստ դատավորի մեկնաբանման պետք է գործի վարույթը կարճվի եւ դրանով զրկելով լիազոր մարմնին իր գործը, իր միջնորդությունը ներկայացնելու իրավունքից։ Մյուս հանգամանքը, որի մասին կուզեի նշել, դա այն է, որ ամեն դեպքում բարձրագույն դատական խորհրդի որոշումը Արտուր Ստեփանյանի վերաբերյալ վերջնական է եւ նրա հիմնավորվածության ու օրինականության կանխավարկածն է գործում որպես դատարան ընդունված որոշում է, ընդ որում 1 ամիս է անցել կամ մի քիչ ավել այդ որոշումից, այնպես չէ, որ մեր կարծիքով, որ իրավունքի զարգացման խնդիր կա եւ մեր կարծիքով բարձրագույն դատական խորհուրդը ըստ էության այդ որոշմամբ մեջբերված դիրքորոշումներից շեղվելու կամ այլ դիրքորոշում արտահայտելու մեր կարծիքով օբյեկտիվ հանգամանքներ չկա, որովհետև ըստ էության հանգամանքները նույնն են երկու գործովել այս ժամկետների պահպանման առումով, իսկ այն հարցին, թե ինչքան ժամանակում պետք է քննի բարձրագույն դատական խորհուրդը այս գործը, մեր պատկերացումը այն է, որ դեկտեմբերի 12-ին երբ բարձրագույն դատական խորհուրդը ընդունել է իր որոշումները վերանայելու վերաբերյալ դիմումը քննարկելու մասին որոշումը եւ դրանցով ներողություն վերացրել է իր նախկին որոշումը եւ նոր որոշման կայացման համար դատական նիստ է նշանակվել, սա է ըստ էության մեր պատկերացման միջնորդության քննության սկիզբը եւ այս վարույթի սկիզբը եւ այդ պահից էլ բարձրագույն դատական խորհուրդը հիմք ընդունելով դատական օրենսգրքի 150-րդ հոդվածի առաջին մասը ունի երամսյա ժամկետ այս գործը քննելու համար եւ եթե նաեւ պարոն Հարությունյանի դիրքորոշմամբ առաջնորդվենք, ստացվի, որ օրինակ եթե
Հա, եթե փորձեմ անալոգիա անել, եթե այլ դատարաններում օրինակ նոր հանգամանքով վերանայման գործ է քննվում, այնպես չէ, որ կողմը նոր հայցադիում է ներկայացնում կամ այնպես չէ, որ կողմը ստիպված է պահպանել հայցային վաղեմության ժամկետները, որոնք արդեն անցել են, սա զուտ որպես համեմատություն, որ տվյալ դեպքում նոր հանգամանքով քննության ժամանակ այս ժամկետներին անդրադառնալու անհրաժեշտություն առկա չէ եւ իմ գործընկերը շարունակի ձեր թույլտվությամբ։ Շնորհակալություն, խնդրեմ։ Արգելի խորհուրդ, երկրորդելով գործընկերոջս կանդրադառնամ Ալեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործի փաստական հանգամանքները եւ արտահայտած իրավական դիրքորոշումներին սույն վարույթի նկատմամբ կիրառելիությանը, եթե քննարկվող որոշման 133-րդ կետը նայենք, որտեղ որ ուղղակիորեն նշված է այն պահանջը կամ այն իրավունքի ենթադրյալ խախտումը, որը Ալեքսանդր Վոլկովի կողմից բարձրացվել է միեդում իր դիմումի քննության ընթացքում, տեսնում ենք, որ այնտեղ խոսքը գնում է արարքի վաղեմության ժամկետի մասին։ Անվիճելի է ենթադրում եմ, որ արարքի վաղեմության ժամկետը ոչ թե դատավարական ինստիտուտ է, այլ նյութաիրավական ինստիտուտ է, այսինքն իրանից նյութական իրավունքի կոմպոնենտը հանդիսանում։ Ինչ վերաբերում է արդեն նյութական իրավունքի կողմից վաղեմության ժամկետների, արարքի վաղեմության ժամկետի պահպանվածությանը, գործընկերս արդեն անդրադարձավ խոսքը այստեղ եռամսյա ժամկետի մասին, որը խոսքը գնում է արդեն դատավարական իրավունքի ժամկետների եւ եռամսյա ժամկետում քննության մասին է խոսքը։ Հետևաբար մեր հետևությունը այստեղ այն է, որ Ալեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները վաղեմության ժամկետի մասով սույն վարույթի քննության ընթացքում կիրառել չեն, որովհետև դրանք այստեղ ամբողջությամբ պահպանված են։ Ինչ վերաբերում է նաև համադրությանը եւ համեմատությանը քրեական դատավարության եւ սպանության համար սահմանված վաղեմության ժամկետի եւ այլնի վերաբերյալ, ուղղակի փոքրիկ մեկնաբանություն մեր կողմից, բնականաբար ցանկացած արարքի համար որևէ սահմանափակում վաղեմության ժամկետի պետք է լինի։ Քրեական արդարադատության ոլորտը կարգավորող օրենսդրությունը այդ հարցը ամբողջությամբ կարգավորում է այն համատեքստում, որ օրինակ արարքի վաղեմության ժամկետը ընդհատվում է անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից, խոսքը գործող օրենսդրության մասին է։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթները, հարգելի խորհուրդ, առիթ եմ ունեցել բազմիցս նշել, որ in personam, այսինքն անձի դեմ ուղղված վարույթներ են։ Որոշակի կարող ենք համադրություն անցկացնել, որ այն պահից սկսված երբ որ դատավորի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ, այդ պահից սկսած ունենք անձի դեմ տեղի ունեցող վարույթ։ Այսինքն այս տրամաբանության մեջ, այնպես ինչպես քրեական հետապնդում հարուցելու որոշմամբ արարքի վաղեմության ժամկետը ընդհատվում է, այդ նույն տրամաբանությամբ պատահական չէ, դատական օրենսգիրքը հենց վարույթ հարուցելով է պայմանավորում արարքի վաղեմության ժամկետը, այսինքն կարգապահական վարույթ հարուցելու պահից այդ վաղեմության ժամկետը ասվածը արդեն իսկ ընդհատվում է։ Եվ այդ վաղեմության ժամկետները պահպանված են։ Դատական օրենսգրքի նորմերի համակարգային մեկնաբանությունը հենց թույլ է տալիս եզրակացնել, որ այն դեպքերում, երբ որ սահմանված է վաղեմության ժամկետ, նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման կամ վարքագծի կանոնի խախտման, այդ ժամկետը պայմանավորում է հարուցվելով։ Այսինքն հենց այդ հոդվածը սկսվում է հենց հետևյալ կերպ, դատավորի նկատմամբ կարող է հարուցվել ու եթեներով պայմանները շարունակվում են։ Այսքան հարգելի խորհուրդ, շնորհակալություն։ Շատ լավ, ձեզ նույնպես շնորհակալություն, խորհրդի հարգելի անդամներ, ինչ հարցեր ունեք։ Եթե թույլ կտաք, հարգելի խորհուրդ, անդրադարձ կարճ կատարեմ նախարարության դիտարկումներին։ Չճշտեմ։ Հա, չէ, ոնց ճիշտ կհամարեք։ Ունեք հարցեր չունեք, ժողովուրդ։ Ինչ եք ուզում ասել։ Նախարարության դիտարկումների կապակցությամբ կարճ անդրադարձ էի Մենք այդ կանդրադառնանք հատուկ արձագանքելու հարցություն չեն գտնում, հարգելի ներկայացուցիչ։ Ըստ ասում դուք արձագանքեք, իրանք արձագանքեն, դուք ձեր դիրքորոշումն եք հայտնել, մյուս կողմն էլ իր դիրքորոշումն է հայտնել, խորհրդարանում է խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում կայացնելու համար։ Շնորհակալություն, կարող եք նստել։ Որտեղ հեռացել էր խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում կայացնելու համար, մասնավորապես միջնորդներ ներկայացվել սույն վարույթը կամ առանցքնության թողնելու, միջնորդությունը կամ միջնորդությունը մերժելու կամ միջնորդության հիման վրա կարգապահական
Բարույթ կարճելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրվել էր օրենքով սահմանված բոլոր ժամկետներն անցած լինելը, ինչպես նաև ենթադրյալ արարքի պահումության ժամկետը լրացած լինելը, ըստ էության ժամանակավրեպ լինելու եւ նաև միջնորդության վկայակոչված բոլոր հանգամանքներով պայմանավորված։ Այսպիսով լսելով կողմերին քննության առնելով միջնորդությունը, խորհուրդը որոշեց միջնորդությունը օրենքով սահմանված ներողություն բոլոր ժամկետներն անցած լինելու հիմքով մերժել, լրացուցիչ պատճառաբանությունները կներկայացվեն վերջնական դատական ակտով, իսկ միջնորդությունը ենթադրյալ արարքի պահումության ժամկետը լրացած լինելու հիմքով մասնավորապես միջնորդության վկայակոչված հիմնավորումներով ժամանակավրեպ լինելու եւ արդիականությունը կորցած լինելու հիմքով որոշվեց այդ հարցին անդրադառնալ վերջնական դատական ակտով։ Հաշվի առնելով միաժամանակային հանգամանքը, որ սույն քննության ընթացքում պարոն Հարությունյանի կողմից նաև հարց բարձրացվեց, թե ի վերջո կանխատեսելի լինելու հետ կապված, թե ի վերջո ինչ ժամկետներում է քննվում սույն վարույթը, այս մասով պարզաբանվում է պարոն Հարությունյան, որ սույն վարույթը քննվում է կարգապահական վարույթին վերաբերող ընդհանուր ընթացակարգով, այն է վերացվելուց հետո եռամսյա ժամկետների պահպանմամբ եւ մնացած իհարկե այլ ընթացակարգեր կան ըստ անհրաժեշտության խորհուրդը դրանք կանդրադառնա այս մասով նաեւ ձեզ որպես պարզաբանում հիմա հաշվի առնելով ըստ մեր պայմանավորվածության որ քննությունը պետք է հետաձգվի հաջորդ դատական նիստը տեղի կունենա այդ մասով էլ որպեսզի դուք ձեր աշխատանքները պլանավորեք նախնական կտակ մի պարզաբանում հայցեմ Այսինքն երամսյա ժամկետի նկատում եք դեկտեմբերի 12-ից երամսյա վերացնելուց հետո դեկտեմբերի 12-ից երամսյա ժամկետ դե հա 12-ներ ուրեմն 12-ներ էլ շատ լավ ինչի միանգամից չպատասխանեցի ուզում եի շե 12 թե 13 դրա համար որպեսզի ավելի հստակ լիներ վերացնելու մասին որոշում կայացնելուց հետո այդ ժամկետի մասին է խոսքը այդ պահից սկսել է խոսել Հաջորդ դատական նիստը պլանավորվում է նշանակել 2026 թվականի հունվարի 26-ին, նաև եթե այդ օրը չավարտվի, ուղղակի այդ կանխատեսելիության տեսանկյունից, նաև հաջորդ օրը 27-ին, նաև հնարավոր ենք համարում, ասեք ինչ-որ բան եք ասում։ 27-ը կարծես մի քիչ ավետ ոչ աշխատանքային է։ Քիչ Հա, դե հաշվի մենք 20 րոպե առաջվա տվյալներով չենք իմանում նման բան, եթե 27-ը, սա նախնական եմ ասում, ամսի 26-ին երբ որ կգանք նիստի, հարգելի ներկաներ, երբ որ ամսի 26-ին կգանք նիստի, հաստատապես արդեն կունենանք ուժի մեջ մտած օրենք, որը որ ամսի 27-ը հայտարարված կլինի ոչ աշխատանքային, ենթադրում եմ դրա մասին է չէ խոսվում, այն ինչ որ ազգային ժողովում քննարկվել է վերջերս Այս պահին մենք նման տեղեկություն չունենք, որ տվյալ օրենքը ուժի մեջ է մտել, հետևաբար մեզ համար աշխատանքային օր է։ Նախնական պլանավորում ենք այդ ձև, երբ որ ամսի 26-ին տեղի կունենա մեր նիստը եւ արդեն որոշված կլինի օրենքով, որ ամսի 27-ը ոչ աշխատանքային է, բարձր չենք անի։ Ուղղակի քանի դեռ ռեսպային ոչ աշխատանքային օրենքի ուժով հայտարարված չի, օրենքով չունենք, մենք նախնական պլանավորենք ամսի 26-ին տեղի կունենա, արդեն հնարավոր դեպքում 27-ին տեղի կունենա Եթե չավարտվի 29-ին օրվա երկրորդ կես տեղի կունենա ու արդեն մնացածը այդ բանը կտեսնենք ոնց է ու մոտավորապես այս նույն գրաֆիկով կշարունակենք, եթե այդ շարունակելու անհրաժեշտությունը լինի շաբաթվա օրերի մասին է խոսքը գրաֆիկը մոտավորապես բարձրացես երկշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի մոտավորապես այս ձև, եթե կտեսնենք հնարավոր է էլի հաջորդ օրն էլ ամենայն դեպս ըստ իրավիճակի սա նախնական ձեզ իրազեկում այսպիսով քննությունը հետաձգվում է հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 26-ին ժամը 11:00-ին նույն վայրում Այսքան խոսացի հիմա ասել եք ժամի մասով պարոն Աթաբեկյան ժամի մասով եթե հնարավոր է մի փոքր ավելի ուշ սկսենք նախապես նշանակված դատական նիստ կա ժամկետով պայմանավորված այդ գործով չեմ կարող չներկանամ չի կարող հետաձգվի էլի Դե մենք 11-ին կսկսենք ձեր վստահորդը պարոն Հարությունյանը համոզված եմ լավ պատրաստված է կսկսի մինչև դուք կգաք կմիանաք էլի Խնդիր տեսնում եք պարոն Հարությունյան այդ առումով Ըստ էության չէ եթե
Շատ լավ, 11-ին սկսենք, որովհետև եթե ժամ 12-ին սկսենք, արդեն մի հատ էլ ընդմիջում է լինելու, այդ մի ժամը արդյունավետ չեն կարողանալու օգտագործել։ Հետևաբար հայտարարված ժամին տեղի կունենա ժամը 11:00-ին հունվարի 26-ին։ Համարում եք պատշաճանուցված նշանակված դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին եւ հաջորդ նիստի կապակցությամբ ձեզ դատական ծանոթագիր չի ուղարկվի։ Դատական նիստը հայտարարում է փակված։